Տավուշի մարզի Աճարկուրտ գյուղի սկզբնամասից այսօր մայիսի 2-ին ուխտավորները շարժվեցին դեպի սահմանամերձ Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Ուխտերթը առաջնորդում էր Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել Վարդապետ Մխիթարյանը, թեմի տարբեր համայնքներում սպասավորող քահանաների հետ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հայկազուն arczepiskopos Նաջարյանի ձեռամբ վերահսկվեց 1888 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Սրբավայրի վերակառուցումը սկսվել էր 2023 թվականից։ Օսման արարողությանը ներկային Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ։ Հայկազուն arczepiskopos Նաջարյանը սրբալույս միրոնով օծեց Սուրբ Սեղանը, խորանը, Մկրտության ավազանը, սյուները։ Ապա ներկաները ականատես եղան Սուրբ Երրորդություն եկեղեցու խաչի օծմանը։ Հայկազուն սրբազանը խոսեց սրբավայր ունենալու կարևորության մասին, նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում հայերը սրբատեղիներ են կառուցել, հավատի խարիսխ են գցել։ Եթե մեր միջնապերտները, մեր բարիշները, մեր քաղաքները ընկել են, եթե մեր դաջարները խոնարհվել են, սակայն հոգու դաջարը մնացել եւ թիմադրել այդ բոլորին եւ հասել մինչեւ այս օրը։ Չմոռանանք այս հավատքը սովետական շրջանի անհավատության շրջանին ալ թիմացավ։ Եվ դրա համար մեր եկեղեցին եւ մեր հավատացյալները նահատակվեցին։ Դրա համար մեծ լուրջ վճարեցին, սակայն իրենց հավատքից չհեռացան։ Այսօր ես լսել եմ, որ այս եկեղեցու վերջնական կառույցին համար նաև բերությունը իր ներդրումն է տվել։ Դա էլ կարևոր երևույթ է, երբ եկեղեցի եւ բերություն կարողանում են միասնապար հայ ժողովրդի օգտին համար միասնապար աշխատել։ Եվ այդ միասնական աշխատանքից շահում է միայն եւ միայն հայ եկեղեցին, հայ պետականությունը եւ հայ ժողովուրդը։ Եկեղեցու օծումից հետո Տեր Սամվել Վարդապետ Մխիթարյանը մատուցեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Հայր Սուրբն իր քարոզում նշեց. եկեղեցին անցյալին չի պատկանում, այն հավիտենական է։ Եկեղեցին մեր փրկության նավն է, զղջալու, ապաշխարելու, սիրելու եւ միասնական մեկ դեմքով ապրելու տապանը։ Ամուր հավատքի վրա, ժայռի վրա վերակառուցված այս եկեղեցին թող ինքն էլ հավատքի ժայռ դառնա, որպեսզի հոգեվոր եւ ազգային պտուղներ առնենք այս սրբավայրից։ Հայր Սուրբն իր որդիական խոնարհումն ու երախտագիտությունը հայտնեց ամենայն հայոց հայրապետ Գարեգին II-ին հայրական սիրո հոգացության համար։ Այլևս դադարեց քարեղեն լինելուց, այլ դարձավ այն հոգու տաճարը, այն փրկության տաճարը, նաև այն հանդիպման ու հաղորդակցության տաճարը, որ մենք արդեն ունենք մեր Տիրոջ հետ։ Եվ շատ կարևոր է առավել եւս հենց այս հատվածում, որովհետեւ թամենը մի քանի 100 մետր այն կողմ արդեն կանգնած է թշնամին։ Եվ սա պիտի իրականում լինի այն հավատքի ժայռը, այն փրկության նավը, ինչպես որ ասացի քարոզում, որ մեզ համախմբող լինի, միասնական մեկ դեմքով կարողանանք ներկայանանք, կարողանանք պայքարել, կարողանանք աղոթել, կարողանանք սիրել։ Եթե մեր ներսում, մեր հոգուց ներս մենք չունենք այն հաստատուն եկեղեցին, որ պիտի բնակվի եւ մեզ բնակեցնի հենց այդտեղ, եթե չունենք այդ բարական, ապա քարեղեն կառույցները, ինչպես որ տարբեր ժամանակներին քանդվեցին, ցավոք օրեր առաջ տեղեկացանք, որ նաև Ստեփանակերտի մայր եկեղեցին թշնամիների կողմից քանդվեց, եւ ոչ միայն այդ եկեղեցին Շուշիի կանաչ ժամը, բայց ես վստահ եմ, որ մեր հոգիների, մեր սրտում ունենալով այդ հոգու տաճարը, մենք նորից քարը քարին կարողանանք դնել։ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին հիմնանորոգվել է Սուրբ Աբգար նախավկա հիմնադրամի նախաձեռնությամբ։ Վերականգնող ճարտարապետը Մերի Դանելյանն է։ Երբ որ 2023 թվականին նախատեսվեց, որ պիտի վերակառուցվի, սա
ուխտի, մի կարևոր ուխտի հաստատում էր, որը կապել էր մեր 2020 թվականի սեպտեմբերի 29-ին նահատակված Կիրանցցի հենց Աբգար Նազարյանը, ով երազանքն էր եղել, որ մեկնի հայոց բանակ, ծառայի, վերադառնա, ուսանի, աշխատի եւ իր արդար վաստակով իր պապենական գյուղում նորից իր միջոցները ներդնի, որպեսզի վերհանի այս Սուրբ եկեղեցին։ Սակայն, ինչպես գիտենք, արդեն ասեցի, ցավոք, սեպտեմբերի 29-ին 20 թվականի թշնամու կողմից հրահրված պատերազմում մեր Արցախ աշխարհում նահատակվեց Աբգարը։ Եվ Աբգարի ծնողները հիմնեցին մի հիմնադրամ Սուրբ Աբգար նախավկա, եւ այդ հիմնադրամի միջոցով այս եկեղեցին սկսեց վերանորոգվել։ Եղել են շատ անհատ նվիրատուներ, որոնք Իսեր Աբգարի, Իսեր եկեղեցու եւ այն ուխտի նաեւ չցանկացան որոշները իրենց անունը բարձրաձայնեին։ Այդպես կառուցվեց եւ արդեն իսկ վերջում միայն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության միջոցով ամբողջացվեց եկեղեցու վերակառուցումը։ Կիրանց գյուղում սահմանապահ մարդիկ են ապրում։ Պատիծային կողմ ծառայություն են իրականացնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահները։ Այս համայնքում հոգևոր հովիվը Տեր Արամ Քահանա Բաղումյանն է։ 2025 թվականի հունվար ամսից Վեհափար Հայրապետի տնօրինությամբ եւ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Սամվելի տնօրինությամբ եւ օրհնությամբ իմ ծառայությունն եմ բերում Սևքար համայնքում, ինչպես նաեւ Հարակից Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց եւ Աճարկոտ գյուղերում։ Կիրանցը մեր Սևքարի հովության գյուղերից մեկն է, որտեղ ի ուրախություն մեզ բոլորիս այսօր օծվեց Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ այլևս Կիրանց գյուղում նույնպես հնարավորություն ունենք պատարակներ մատուցելու ամեն շաբաթ։ Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը եւս մասնակցում էր Սուրբ Երրորդություն եկեղեցու օծմանն ու պատարագին։ 8 տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո եկել ու ապրում է Տավուշի մարզի Հայրենի Կողբ գյուղում, նկարչության դասեր է տալիս։ Իրավիճակները փոխող են, բայց մենք պիտի կարողանանք մեր ինքնությունը պահենք։ Ինքնությունը պահենք եկեղեցու շուրջ։ Եկեղեցին ինստիտուտն է այսօր դժբախտաբար միակ ինստիտուտն է, որ ազգի ժողովող ֆունկցիա է կատարում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Մենք պիտի կարճած մնանք մեր եկեղեցուց, մեր հավատից եւ մեր հայ տեսակը պիտի ամուր պահենք։ Սուրբ պատարագից հետո կատարվեց Անդաստանի կարգ եւ օրհնվեցին աշխարհի 4 կողմերը։